Կցույց տակ ձեր մանկապարտեզը այսօր մեզ։ Իսկ սրանից ով է կարողանում կախվել, հելը տեսնեմ, հելը տեսնեմ։ Համարյա, ավա, մեկ, մի հատ էլ բարձանանք, երկու, ապրեք շատ, թե ձեզ բարի ժամանց եմ մաղթում, ես ձեր ֆիզկուլտուրայի դահլիճն է, Եվայի մոտ ինչ լավ է ստացվում։ Բարև ձեզ երեխեք։ Իրանք հələ կարողը չեն քայլում, հա, այստեղ են։ Քուքույրիկը, քանի տարեկան է քուքույրիկը, 1 տարեկան է։ Ես հիշում եք ինչի համար է, որ նստում են այստեղ պոճուր բալիկները ու ստեղ ուտում են։ Ստեղ է ճաշիկը դրվում իրանց, որ չընկնեն։ Իրանց կաշաները, ճիշտ է։ Իրան օրորի։ Պաղերը նայք, Դա գնա խաղ։ Ստեսություն։ Ուրախ ես, որ գալիս ես մանկապարտեզ։ Գրիգոր, այսօր շատ շոկ է լինելու, արևի տակ չմնաս։ Լավ։ Ես գծանշումներով, բոնով։ Բայց ռեզին, հա։ 25 օրից դաշտի տարա։ 25 օրից։ Շո, տղայք, շատ լավ դաշտ եք ունենալու։ Երեխեքը շինարարի հետ պայմանավորվել են, խոստացել է, որ 25 օրում հանձնելու է։ Փրկություն է այս երեխեքի։ Ապրեք։ Որ տեսնում եք սենց ամբողջը սարկած, ուրախանում ենք միացել բաց տեղ, գրեթե չի մնաց։ Շատ շնորհակալ ենք։ Ձեզ ենք շնորհակալ, որ սենց ուշադրում եք։ Տեղափոխվել են 3 առյուծ, որոնցից 2-ը արու առյուծներ էին, 1-ը էգ եւ 4 վագրեր, բոլորը սպիտակ։ Տեղափոխման ժամանակ տարիքից եւ ուղեկցող հիվանդությունների արդյունքում անկել է էգ առյուծը, մյուս բոլոր կենդանիները նորմալ տարել են նարկոզը, տեղափոխությունը հետ վերադարձել են հետ նարկոզային, ներկայումս գտնվում են այգու կարանտինային հատվածներում, այսինքն ոչ ցուցադրման տարածքում։ Երիտասարդ առյուծի, արու առյուծի ոտքը նախնական վնասված ուներ, որը որ կիսատ բուժված է, ոտքի վրա մնացորդային վերքը նկատելի է, սպիտակ վագրի էգի ատամների մի մասը բացակայում են տարեքի հետ կապված, այդ տեսակետից կարող են լինել խնդիրներ, սակայն նորմալ սնվում են, նորմալ կենսագործում են այս ընթացքում, քանի որ մենք ինֆորմացիա չունենք, թե կենդանիները ինչպիսի թաքնված հիվանդություններ են ունեցել, ինչպիսի բուժում են ստացել։ Կենդանաբանական այգիներում
կենդանիները ունեն իրենց կենդանաբուժական թերթիկները կամ առողջական թերթիկը, որտեղ գրանցվում է այդ կենդանու հետ կատարված բոլոր գործողությունները։ Այս դեպքում մենք այս կենդանիների հետ կապված որևէ ինֆորմացիա չունենք։ Հետևաբար կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ ինֆորմացիան մենք հավաքում ենք տեղում, հա, կենդանիները գտնվում են մշտական հսկողության տակ, կենդանիների ադապտացիոն շրջանը նաև կենդանաբուժական միջոցառումների ընթացք է, որից հետո արդեն կենդանիին կարելի է հանգիստ թղթով տեղափոխել ազատավանդակ։ Հրազդանի մեծ կամուրջի աշխատանքների մեկնարկը տրվել է հունիսի 17-ին։ Կատարվում է հիմնանորոգման աշխատանքներ, հիմնական աշխատանքները տարվում են դեֆորմացիոն կարերի մասով եւ նաեւ ստորգետնյա հատվածում, այսինքն կամուրջի տակը ոչ միայն այն աշխատանքներն են կատարվում, որոնք որ դուք հիմա տեսնում եք կամուրջի վրայի շերտի հատվածում, աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով 8-ից 8-ը, նույնիսկ շաբաթ եւ կիրակի օրերին։ Մի երթևեկելի գոտում իրականացնում ենք ներդիր դետալների խարսխումը, իսկ մյուս երթևեկելի գոտում արդեն պատրաստ դեֆորմացիոն կարի նոր տեղադրումն ենք իրականացնում, այնուհետև իրականացնելու ենք ընդհանուր դետալների եռակցման աշխատանքները։ Հրազդան մեծ կամրջի վրա իրականացվելու է դեֆորմացիոն կարի պոլիմեր բետոնի իրականացում, որը անջատիչ հատված է դառնալու ասֆալտի եւ մետաղական կառուցվածքի։ Դա առաջ անգամ է կիրառվելու Հայաստանում։ Դեֆորմացիոն կարերի հեռացման ժամանակ մենք հանդիպել ենք պահարանային պատի վերին հատվածի բետոնի քայքայված շերտերի, որը հեռացրել ենք։ Արդեն իսկ ունենք դրական դինամիկա, օրը, որը պլանավորել էինք օգոստոսի 29-ին, տեղափոխվել է օգոստոսի 15-ին, այն կբացվի երթևեկության համար, այսինքն այս շերտի ավարտական աշխատանքներն են, իսկ ընդհանուր կամուրջի աշխատանքները 210 օր է եւ շարունակվելու է մինչեւ տարեվերջ։ Տեղեկացնեմ, որ արձանագրությունները կազմվում է հանրային սննդի, խմիչք ծխախոտի 2400-ից հետո աշխատելու լիցենզիայի եւ հեստապարային ակումբ չունենալու բոլոր թույլտվությունների հետ կապված։ Հեստապարային ակումբի թույլտվություն չունեք, արձանագրությունը կազմում ենք հենց այդ մասով։ Արձանագրությունը կազմում ենք խմիչք ծխախոտի մասով եւ հեստապարային ակումբի մասով։ Հուզական աջակցության թեժգիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից պաղստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ, Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։
Այո, հաճախ հարց է հնչում. ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։